wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas and Happy New Year. Ես չարազեղենը մի մասը դուխովկայում բովեցի, ֆիստաշկան գազի վրա բովեցի, ամբողջը մաքրել եմ, պրոստը ֆիստաշկան տակի շերտն է, հիմա պիտի խառնեմ։ Ու քանի որ այս ամանը ամենատարողունակներից է, բայց ինքը իրականում մաղ է, ես միշտ իր տակ ֆոլգա եմ դնում, մի հատ էլ անձեռոցիկի շերտ եմ փռում, նոր չարազեղենը այստեղ եմ դցնում, այդպիսով ավելի ինձ հարմար է լինում պահելը։ Այս կարմիր ամանի մասին է խոսքը։ Վերջ, չարազներ այստեղ ավարտեցինք։ Ասեցի ձեզ մի հատ ցույց տամ մեր գնումները։ Նախ ասեմ, որ Սուսիկս մեզ ուղարկել է պասուց տոլմա։ Մեր ամեն տարվա պասուց տոլմայի մատակարարը մեր Սուսիկն է։ Այստեղ խորենը առել է 3 այսպիսի պուչոկ բանան, մրգերը ես եմ ասել, որից ինչքան բերի, բայց բանանը շատ է բերել իմ ասածից, ապերսին, մանդարին, կարմիր դեղին խնձոր, կիտրոն, նուռ և իհարկե անանաս ունեինք արդեն։ Բերել է այս մանր բաներից, վարունգներից և բերել է այս փոքրիկ չերիները։ Մենք կոլաները, քանի որ խմել էինք ձեռքի հետ, ավելացրել ենք, այն ինչ որ խմել ենք, մածուն էի ուզել, դե հաց այսօրվա համար, կանաչի, սուջուխները ամբողջ Արտաշեսն ու Դավիթը բացել են և կերել են, ամեն օր մի հատը բացում էին, հետևաբար այստեղ մենք առել ենք սուջուխներ, 4 տուփ, այստեղ թթվասեր, մեծ սուրճ ամանորի համար, ուզել էի համեմունքներ բդի համար, ստարիշնի հավկիտ և առորյա հավկիտ, հլենկոմ դավուկաս մի հատի չի բալիկս, այստեղ կաղամբը տոլմայի, գազարը, ստարիշնի, կարտոֆիլը, կիվին, սող, սեմեչկա, մի խոսքով երեխեք ջան, մենք պրծանք, հոր հացի համար ասել ես, որ պահել, ինչ լավ է, ընտիրը, շո, այս էլ մեր պակաս պռած գնումները, մենք ամանորին պատրաստ ենք, մենակ, որ մեր բենգալյան կրակները չգտա ես, բայց ունենք, Այս կիսակ хаоса, որ տեսնում եք, это нормально, потому что мы убираемся дома, տարվա վերջին, գլոբալ մաքրությունը, որ խալիները հանել, բրդը անել, հետ դնել, ամեն ծակուծուկը մաքրել, այդ վիճակն է հիմա, Դավիթը ձեզ բարև, փոշիները մաքրեմ հեսա, սիրուն տեղավորեմ, սրանք տեսնում եք քանդրտված են, որովհետև պիլեսոս անելիս տեղաշարժել ենք, դիվանի շորեր, բաներ, սաղ լվացել եմ երեք, այս կրեսլոյի վրայինն էր, որը իրականում սպրոց է, բայց այստեղ ծառայում է որպես կրեսլոյի շոր, որտեղ մենք այստեղ չենք նստում, սա իմ այսպես ասած դեկորատիվ անկյունն է, գրեթե չեմ նստել, միայն սյոմկայի վաղ մի երկու հատ, դրա համար մտածեցի, որ ինքը չի փչանա, թող այստեղ այսպես մնա, Так, էլ ինչ ասեմ, երեխեք ջան, մսերը հանել եմ, հետ են գալիս, հեսա կզբաղվեմ ստարիշնիով, ես ուզեցի մինչև ամանորյա հիմնական վլոգը, մի հատ այսպես փոքրիկ մինի վլոգ ձեզ համար պատրաստեմ, այսօր մոնտաժեմ տեղադրեմ, իսկ վաղ առավոտը կտեղադրեմ, կարծում եմ, այսինքն 31-ի ցերեկը, ու արդեն մյուսը կլինի, կարծում եմ, ամանորյա վլոգը, ասեցի, ես մի բան ունենակ էլի ձեռքի հետ նայելու, որ նոր տարվա գործերը ավելի հաճույքով անեք, всё երեխեք ջան, ես անցնեմ մի հատ փոշիների մասն էլ վերջացնեմ, որտեղ ահա որ հավես չունեմ այդ գործերը անելու, ավելի շատ ասենց հավես ունեմ ուտելիք սարքել ամանորի եւ այլն, հա, աման չամանը հանել, մրգերը լվալ, սենց բաներ, բայց ոչ փոշիներ, դա համար ավելի լավ է արագ անել ու վերջացնել այդ տհաճ մասը, որ ամենատարբեր ռակուրսներն եմ ընտրում, որպեսզի կարողանամ ձեզ ցույց տալ process-ը, իրականում այստեղ ուզում եմ զբաղվել ստարիշնի բանջարեղենը խաշելով, արդեն որորդ անգամ է, ես այդպես եմ անում, շատերը գիտեմ այդպես անում, կտրում եմ, նոր խաշում եմ, կփորձենք էլի այդպես անել, շատ մանր, գիտեք, ես ասել եմ, խորենը չի սիրում, որ շատ մանր է լինում, դրա համար սենց միջին չափի, բայց ոչ է շատ խոշոր, հա, որ լինի կոկիկ, այսպես ասած, մի քիչ գոնե, Արտաշեսին ուղարկեցի վլոգանք ընդունելու,
Հեսա եղունգ մեղունգով կսպաղվեմ իր կոկիկությամբ, բալես դու նոր ես լողացել, ես քեզ լողացրել եմ։ Նոր շամպույնով։ Հա, կյանքս, մյուս անգամ դու ես դրանով անել։ Կյանք, այդ արտաշեսս կատակ արել, որ մազերը վերև է բարձրանում շամպույնից։ Առանց շամպույն էլ, որ մազերը ձեռքով վերև բարձրացնի, էլի վերև կբարձրանա։ Դրա հետ կապ չունի, իհարկե։ Դա ոկաս կանենք, սպասի էլի։ Թողեք, որ հանգիստ կտրատեմ, էլի բարակ։ Միշտ շտապացնում են, կեսից անցնում են խոշորացված կտրատելուն։ Փակի դուրը չմրսի։ Մինչև սրբի չտանեմ դուրս գա։ Արտաշեսը ինքնուրույն արդեն կարողանում է չորանալ, հագնվել, ես ուղղակի զբաղվում եմ մազերը չորացնելով, ականջները մաքրելով և եղունգների բանի։ Արտաշես և Դավիթ, Դավջան կթողես լողանա այդ մարդը։ Դավիթ քեզ լողացրել եմ ախր, ես ժամանակ չունեմ հիմա դրանով նորից կա։ Ուղղակի մյուս շամպույնով, հաջորդ անգամ դու էլ դրանով կլողանաս, հանգիստ է։ Լավ։ Հա, ասմա լողացել է, ինձ մասաժ չարեց իրեն լասյոնով, մյուս անգամ խոստանում եմ կանեմ, լավ։ Արտաշեսին էլ չեմ անելու այսօր, ժամանակ չունեմ ես բալես։ Նետու վրիմի։ Արդեն կտրատեցի բանջարեղենը, հիմա ինքը թող էստեղ պատրաստվի, ես զբաղվեմ տավարի ոչ աղացած մսով, որովհետև կտորները մեծ են, հնարավորինս մանր կտորներ կանեմ, որպեսզի արագ եփի, թե չէ ամբողջ խոհանոցը բղի մեջ կորում է, իսկ ես ատում եմ այդ երևույթը, ու հետո կզբաղվենք արդեն տոլմայի ֆարշով։ Ահա եւ կտրատեցի տավարի միսը, ինձ թվում է այստեղ կիլո կեսը, փորձել եմ հնարավորինս բարակ սենց կտրատել, քանի որ ինքը կիսասառած է, շատ ավելի հեշտ է մի մասը կտրատել, որ մասը հալչած էր, ավելի դժվար էր, բայց ստացանք այսպիսի զանգված, հիմա մի ջուր եռ կգա կթափեմ ու կխաշեմ մինչև լավ պատրաստ լինելը, որպեսզի շատ փափուկ, այսպես ասած, բզկտվող միս ստանանք, հա։ Այստեղ տոլմայի միսը գրեթե հալչել է, մի մասն էր մնացել առանց հալչելու, ես իրան դիտմամբ կտրատեցի և աղցանեցի, так что բուկվալը 20-25 րոպեից ինքը լրիվ կհալչի։ Այստեղ պատրաստել եմ թարմ կանաչի, 2 մեծ գլուխ սող և ջուր եմ լցրել, սա կավելացնենք մեր զանգվածին։ Իդեպ խորենը հիմա մուլտանայում երեխեքի հետ, իսկ մենք շարունակենք մեր համեմելը։ Ուրեմն ավելացնում եմ քաղցր պղպեղ, կավելացնեմ տոմատի մածուկ, իդեպ մնացած մածուկը կլցնեմ տոպրակի մեջ, այդ պոլիէթիլենային թափանցիկ սննդի տոպրակների, հա, ու կգցեմ մառազիլկա, որ այս տոնորերին չփչանա, հետո կօգտագործեմ, ես այդպես եմ անում։ Ու այստեղ կմնա ավելացնել մի փոքր կարագ, որովհետև իմ միսը յուղոտ չի, սալոտ չի եղել, հետևաբար մի քիչ կարագ կավելացնեմ մսին և կավելացնենք բրինձ։ Կունենանք ըմտիր ֆարշ, երեխեքի քնելուց հետո արդեն կաղամբը կխաշենք, թուփ ու կաղամբ նույն կասուլկայի մեջ եմ փաթաթելու, գիտեք, ես միշտ այդպես եմ անում, հատկապես որ մեր գազի վրա 2 կասուլկա չի տեղավորվում, դա իդեալական տարբերակ է ինձ համար, որ միաժամանակ 2-ը սարքեմ, վերջացնեմ։ Իդեպ, հա, տոմատի քանակը, երևի 3 ճաշի գթալ տոմատ այստեղ կավելացնեմ, նո այստեղ թեյ գթալ է, բայց իմ աչքաչափը տեղն է, ընդհանուր առմամբ կլինի 3 ճաշի գթալ։ Երեխեք, տոլմայի միսը մինչև վերջնական կհալչի, ես այստեղ արագ պատրաստեցի խորենի ամենասիրելի աղցաններից մեկը։ Այստեղ մալականի թթու է, սող, կանաչի, ոլոր, համեմունքներից կանեմ մի թեթև սև պղպեղ, աղ և արդեն ձեթ, որը լցրել եմ։ Մնում է աղն ու պղպեղը։ Այս իր ամենաֆավորիտ աղցաններից է։ Հիմա մնում է լավ խառնենք այս թթուն և ինքը մեծ սիրով կվայելի։ Ու ստալիշնի համար արդեն դե կարտոֆիլն ու գազարը պատրաստ են, միսը հենց հիմա եփում է, միասին արագ նաև ստալիշնին կանենք։ Պրոցեսները ցույց չեմ տալիս, որովհետև անկեղծ որ ասեմ, նախ ժամանակ չեմ ունենում մանրակրկիտ նկարելու։ Երկրորդն է բոլորը դեռ գիտեք այդ պատրաստման ձևերը, հիմա եմ որ ասած, ուղղակի մի հատ սենց ձեզ համար
փոքրիկ վլոգ եմ պատրաստում, մի քիչ մոտիվացնող, մի ձեռքով չեմ կարողանում խառնել, մի քիչ մոտիվացնող վլոգ եմ պատրաստում, որ ցենց ավելի հավեսով կործանեք։ Էնպես է, որ այս օրերին սկի չգիտեմ էլ ժամանակ կունենաք այս վլոգը նայեք թե ոչ, բայց այնուամենայնիվ գոնե մի քիչ մեր առօրյայի մասը ձեզ դարձնեմ, մինչև արդեն հիմնական ամանորի վլոգը կգա։ Եմ որ ինձ вообще չեմ ուզում կադրում ցույց տամ, որովհետև այսպես ասած նայելու բան չէ, որ մի հատ էլ ձեզ ցույց տամ, լրիվ ռաբոչի վիճակներ ա մոտս, դրա համար այդքան չեմ նեղվում, որ ինձ չեք տեսնում նորմալ այս վիդեոյում, ավելի լավ է պրոցեսները ինչ-որ չափով տեսնեք, քան թե իմ հոգնատանջ հայկին դեմքը։ Всё, երեխեք ջան, տեսեք, երկու գցալով շատ ավելի հեշտ էր խառնել։ Աղի հետ եք մի քիչ զգուշի հարկ է լինում, եթե որոշեք սարքել, թթունինք այդ մալականի արդեն աղիոտ է, բոլորը աղիոտ է, так что միանշանա պետք է անել, արդեն ըստ ձեր քինքի։ Կարևորը լավ խառնենք, որ ամբողջությամբ համասեր ստացվի զարմանքը, ոչ թե միտեղ բոլոր լինի, միտեղ են մենակ թթուն։ Всё, խորենը 100% ինձնից ահա որ գով կլինի։ Չգիտեմ, որ արդեն պատրաստել եմ, թե չէ հիմա կգա ու անպայման կփորձի անմիջապես։ Հիմա կփակենք բերանը, կդնենք սառնարան։ Ասում են արի ֆիլմ նայենք միասին, ասեցի not today, այսօր մաման սպաղված է։ Մի հատ էլ ակուրատնի։ Մաքրենք եզրերը։ Մեր ամանին և վերջ, ծածկենք դնենք սառնարան։ Սիրտս գիտեք ինչ ուզեց, որ ասում է մի րոպե հանգիստ, այն սառը կամ տաք, որ երկու տարբերակով լինում են խմել, այս ձյուբիկներից մեկը հանեցի, մառազիրկայից հետ եկա, որովհետև ուզում էի սառը տարբերակով խմել, 200 գրամ ջրի մեջ բացում ենք իրան, այս մառակուան ամենաշատն է դուրս գալիս։ Մանավանդ, որ մառակուայի հատիկներ կան հետ մեջը։ Ինչի ես բացելու տեղերը լավ չեն աշխատում։ Այսպես լցնում ենք, երեխեք ջան, մի քիչ սառնա, բայց ոչ չէ, սա ջրով կհալչի։ Բարիկս խելոք եք դες պահում։ Որ խնդրեմ ես կարող ես։ Աղբը դնել։ Հա, մենակ նայ չկատկաթացնես, լավ։ Եվ խառնում ենք։ Խառնում ենք։ Ինչ արևս։ Չէ, կարակն եմ մի քիչ հալացնում, որ լցնեմ մեր ֆարշի վրա։ Կանի բոն այնեցեմ։ Ինչ արևս։ Ուղղակի շատ խառնեք սմում եք, քնելու մի ժամը մնաց է։ Մանդարին շատ ես կերև չարազի հետ։ Հա։ Այս գյուլնաստատներ, թե բանանների տակ դա, լավ մի հատ էլ կեր, բայց արի վաղը ցերեկը էլի կուտեք ես անհանգիստ անում, որ քնից առը շատ, հա։ Չէ, ասում եմ մի հատ հիմա կեր, մեկ է վաղը ցերեկը։ Օպա։ Դավես գուշ էդ կարա Արտոշուշ ջան, մեր սառնարանը, որ ասում է դուշմանի չի, մի քիչ ակուրատնի բացի։ Ուզում ես, բայց ոչ չես իմ։ Տեսավ ինչո՞։ Չէ։ Դավ ջան, չէ, դու տեից ոչ մեկը չես խմի, դա ամենաքաղցրը մառակուան է, եթե սա չես հավանել, դա հաստատ լիմոն իմբիր դու չես հավանելու, խնդրում եմ, Դավիթ, դա ժոժոբա է, ու շատ դառնա, դու չես խմելու, դիշտ եղը, ես գիտեմ, որ չես խմելու, ենի ժալկը, բալի չեմ ուզում փչացնես, Դավիթ, ես կեզ են օրը դրանից տվեցի, դու թապեցիր աղբը, մի հատն էլ ինքնագլուխ էր բացես, են ճզմ եմ ուսմ է կցել աղբը, մի հատն է ես էի սարքել, մի կում խմել էր, դիհի սարնարան մի հատ, շո, ժարդեցի, ինչո ուզում ինձնից, ինչ-որ մեկը գիտի դա, տեղից քրքրված եմ, այ, вот это то, что надо, вот это необходимость, ասեցի քանի նստած եմ, բերեմ ձեռի հետ, համ ձեզ հետ խոսեմ, համ էլ բան անենք ստալիշնի թթուվարունգը, այս տարի ունեմ փոքրիկ թթուվարունգներ, մեկը կծու, մեկը ոչ կծու, և այսպիսի մարինատ, սա ստալիշնի համար է, և իհարկե գարոխը, գարոխից մեկը խորենի աղցանի համար էի նախատեսել, մեկը ստալիչնի, դե ինչ, ինչպես ասում են, անցնենք գործի,
մի քիչ հոգնել եմ, որ ճիշտ ասեմ։ Իուժելի։ Տեսնես ինչ երեխեք։ Դու կարող իմանաք։ Ես գլուխ չեմ հանում, ոնց կարելի է հոգնել։ Ամանոր օրով ով է հոգնում, որ ես եմ հոգնել։ Բայց լավ, ցինիզմը դնենք մի կողմ, հոգնելը բնականաբար նորմալ է։ Մենք մարդ ենք, ինչքան էլ ուզում եմ մեգա շպեգա սուպերմեններ լինենք, միևնույն է, դողում կինը մարդ է, եւ նորմալ է որ հոգնենք։ Բայց ինչպես ասում են երեխեք ջան, պայքար մինչև վերջ։ Դատո 31-ը որ խփում է, մի տեսակ դնջություն է իջնում վրա, հատկապես քանի որ մեր տունը շատ մարդաշատ չի, այսինքն հյուրերը անասելի թվով չեն, ինչի համար ես ուրախ եմ, որովհետև հատկապես այս տարի ես հոգնած եմ, գալու են միայն ամենա, պես ասած, մոտ մարդիկ, կարծում եմ, ամանոր են տոննա, որ միշտ կարող ես ինչ-որ տենցիոն ունենալ, որը ուղղակի ցանկացել է գալ շնորհավորել, ես այսպես ասած, այնպես չի որ դրան դեմ եմ, բայց ասածս են էր, որ կան չէ ընտանիքներ, որտեղ հյուրերը անասելի շատ են ու կանայք ահավոր ձևի են հոգնում, սեղանը դեռ չհասցրած հավաքել, մյուսն ա գալի, հետո մյուսը, ամուսնու ընկերը, կոլեգաները, էսը, էնը, գյուղի բարեկամները, բան, իմ մոտ տենց չի, իմ մոտ գալիս են, նախսուսիկ ենք, հուսամ գիշերը կգան, հորենի մորաքույրը, եղբայրը, քույրը իր ընտանիքով, իմ եղբայրը իր ընտանիքով, միգուցե ընկերուհիներս որոշեն ինձ հյուր գալ, մեր բլոգերական սաստավի աղջիկները, որոնց հետ շատ մտերմացել ենք, շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք։ Մի խոսքով, այ այդպիսի, հա, մասշտաբներ է ենթադրում, բայց ոչ, այնքան մարդ կա, որ ուղղակի խելագարվես։ Ստալիշնին համարյա բրծա, մնում եմ միս պատրաստ լինի ավելացնեմ ու ձուն կխաշեմ այսօր, բայց կավելացնեմ վաղը։ Այստեղ լվացի մեկ բաժակի չափով բրինձ, բոլոր համեմունքը դե մեջն է, հիմա լավ իրան կխառնենք, կսարքենք ընդհանուր զանգված ու տենց մի ժամ կդնեմ սառնանում, թող համեմունքները մի հատ լավ միաձուլվեն, մինչև երեխեքը քնեն ու անցնեմ արդեն փաթաթման բուն պրոցեսին։ Մինչև այդ երեխեք ես կիսատ եմ թողել իմ փոշի մաքրելը պիտի գնամ այդ շարունակեմ, գժվել կարելի է, այո, հայևս, մեր ֆարշը պատրաստ է, իդեալական է, հիմա իրան անցկացնում ենք մեր սառցախցիկի միջով, կես ժամ թող այնտեղ հանգստանա, մի քիչ սառի, մտածի կյանքի մասին, հետո կհանենք ու կսկսենք, երևի խորենիս հետ կփաթաթենք, միասին հավես է նստում ենք, զրուցում ենք ու փաթաթում ենք, սովորաբար իրան վստահում եմ թփի հատվածը, որովհետև թփից եղունգներից տակ ամբողջ ծևանում է, իսկ տոնական օրերին այդպես ծև եղունգներով ման գալ է այդքան էլ հավես չի, դրա համար ինքը կնա մեծարորեն, այդ մասը ինձ թվում է ինձ կօգնի ու իր վրա կվերցնի։ Всё, գնացի փոշիներին։ Ուրեմն փոշիները մաքրելով հասա լոգասենյակ, ընդեղի հայլին էի ուզում մաքրեի։ Հայլու վրա էր այս լույսն ու այս յոլոչկա, մտածեցի ինքս սիրուն գնայվի կոշկամանի վրա, ասեցի իրան տեղափոխեմ կոշկամանի վրա, իսկ այնտեղ ինչ-որ մի ուրիշ բան կդնեմ։ Ես հանեցի, այդ հայլին ուզում էի մաքրեի, այդ դիմացի պատստավկան հայլու, որի վրա ասենք միթիլարկաս էր դրած էսենը, շատկի է, անդադ խորենը ձգում էր դա ու անդադ ինքը թուլանում էր, որ վրայով փոշուշորը տարա, ընկավ ու կոտրվեց։ Շատ ահավոր է բլոգերի համար դա, որովհետև դա ինձ համար պատստավկա էր, մի վարքյան հիմա ցույց տամ։ Այս ինչ հետաքրքիր բան է, որ լինելու բանը պիտի լինի։ Այն օրը պիտի ես հայլին մաքրեի, այն օրը չմաքրեցի։ Այսօր պիտի մաքրեի, ասեցի լավ, տեղափոխեմ յոլոչկա, ոնց որ յոլոչկան իր նոր տեղը գտավ, որովհետև պիտի կոտրվեր այս հայլին հենց այսօր։ Փոքրիկ մի հատ բան եմ ասում ձեզ, բայց կյանքի օրենքն է տենց։ Ամեն ինչ լինում է այն պահին, երբ որ պիտի լինի, եւ ամեն ինչ դասավորվում է այնպես, ինչպես պիտի դասավորվի, որ կոնկրետ այդ բանը լինի։ Դրանում 100 անգամ համոզվել եմ։ Եկեք լույսը սպիտակեցնեմ, դեղինը շատ։ Ահա, մի խոսքով մնացի առանց պատստավկա, բայց ստեղ կփորձենք պատստավկա անել, մինչև խորենասը թե լտեսնեմ ինչ կարանք մտածենք այդ մասով։ Զուբնաշոտկաները մնացին բորդյուրին, մի քանի բանի դեպ ձեզ ցույց չեմ տվել, եկեք ցույց տամ փոշուշորը դեռ էստեղ ավետը շարունակում եմ գործերս, այս հետ իմ նոր գնած սև պատստավկան է, ամրացրել ենք, այստեղ դրեցի մի քանի բան էլ, մինչև հասկանամ
ինչոց է սաղ պատերը գոլորշիա, որովհետև Արտաշեսն ու Խորենը լողացել են։ Դրա համար այստեղ ոնց որ պատոп լինի։ Բայց կարոջի գվարա մի քիչ տխրեցի։ Մի պոկիտո։ Երեխեք ջան, ես ավարտեցի տորման։ Փաթաթեցի միայնակ, Խորենի աչքը կպել էր, էլ չարտնացրեցի իրան, ասեցի լավ, թող քնի։ Վերջացրեցի, այս անգամվա թուփը այնքան վատն էր, միշտ այս ռոյալից եմ առնում, շատ գոհ եմ լինում։ Սա փաթաթած տեսքից էլ կզգաք։ Սա թփերը ճղրտած ոնց որ լինեին։ Մի խոսքով ոնց ստացվեց, տենց փաթաթեցի, կարևորը վերջացրեցի։ Դնեմ սառնարան, վաղը կեսօրին տոմատը սոխարածով կլցնեմ վրան ու կդնեմ մարմանդ կրակի վրա եփելու։ Այ հիմա սիրելիներս, եկեք ես ձեզ մաղթեմ օրվա լավ շարունակություն, մաղթեմ ուժ ու եռանդ, որ անեք ամանորյա բոլոր գործերը, ոնց որ պլանավորել եք, ուրախ եմ, որ այս մի ամբողջ տարին դուք ինձ հետ էիք հավատարիմ, նայում եք իմ ալիքը, իմ վիդեոները, ես էլ խոնարհ ծառայի պես փորձել եմ ինչքան որ հնարավոր է, ինչքան որ հասցնում եմ ձեզ համար հոլովակներ նկարեմ։ Մենք արդեն կարծում եմ կհանդիպենք 2026-ին։ Մնացեք պոզիտիվ, մնացեք բարի, մնացեք խաղաղ եւ թող որ գալիք տարին բոլորիս բերի երջանկություն, սեր, ամենակարևորը խաղաղություն եւ առողջություն։ Կհանդիպենք։ Պակա-պակա բոլորի քաղցրիկներս։